Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Հաղորդաշարը ձեզ ներկայացրել է մեր իրականության վերաբերյալ մի բացատրություն, պարզաբանում, երկրի վիճակն ենք նկարագրել, ժողովրդի վիճակն ենք նկարագրել, փորձել ենք բացատրել ինչու է այդպիսին, ու նաև ձեզ ներկայացրել ենք տարբերակ, թե ինչ է իրենից ներկայացնում այսօր Հայաստան պետությունը եւ ձեզ ներկայացրել ենք, որ այն իրականում մի խումբ պետությունների եւ այսպես գլոբալ ուժերի ենթակայության տակ է եւ իրենց ծրագրերը մեղմացած հայկական չեն։ Եվ այդ իրականությունը ձեզ ներկայացնելով որպես տարբերակ, թե ինչ քայլերով կարելի է հնարավոր նվազագույն կորուստներով դուրս գալ այստեղից, մենք ներկայացրել ենք ձեզ ազգակիների միության ստեղծումը, այսինքն որոշակի որակի մարդկանց, հայ ժողովրդի մաս կազմող, ովքեր ունեն ազգի եւ հայրենիքի բավարար ընկալում եւ որոնք այսօր հզոր հարվածի տակ են, նրանց ինքնակազմակերպության տանել, ինչ որ կառույց ստեղծել, որպեսզի իրենք չկորչեն այս խառնակ իրավիճակում, որովհետեւ ազգ հենց իրենք են։ Եվ ազգակիների միությունը, որ ես առայժմ դա առաջարկ է, ինքը կուսակցություն չէ, ինքը շարժումել չէ, ինքը ասացի ինչ է, ինքը վերածվելու է ինչ որ մի համայնքի որոշակի արժեքների հիման վրա։ Ու որպես պարզաբանում էլ ասեմ, որ ես ինքս էլ որևէ կուսակցության անդամ չեմ, որևէ մի շարժման անդամ չեմ, որևէ մի հայտնի գործչի, ինչպես ասում են, հետևորդը չեմ, մարդը չեմ, ու ես ասում եմ մեծ տխրությամբ, որտեղ ես շատ կուզենայի, որ որևէ մի ուժ, որևէ մի անհատ առաջարկեր այն, ինչը որ ես գտնում եմ, որ ճիշտն է։ Դժբախտաբար այդպես է ստացվել եւ, ինչպես ասում են, ինքնուրույն փորձում ենք մենք էլ մեր տարբերակը առաջ տանենք։ Շատերն են ինձ հարցնում, թե այ դուք ասում եք ազգակիր, ով է այդ ազգակիրը, մենք ինչպես իմանանք դրանք ինչ հատկանիշներ պիտի լինեն, ինչ պահանջների պիտի բավարարեն։ Անկեղծ ասած, ես ինքս էլ դեռ այդպես բանաձևով չունեմ, որ այսպես մանրամասն մանրակրկիտ նկարագրենք եւ ասենք մարդն է, որ կարծրատեսի պահանջներին որ չափով է բավարարում, դա հետագայում կարվի, բայց ամենայն դեպս ես այսօր ազգակիր եմ համարում նրանց, ովքեր այս իրավիճակը սոսկալորեն ծանր են տանում եւ ինչպես ասում են իրենց տեղը չեն գտնում։ Եթե մարդը այդ վիճակին է, ես համարում եմ, որ իրենք ազգակիր են։ Իսկ ինչ վերաբերում է չափանիշին, ապա կոնկրետ ինձ համար ազգագրի երկու չափանիշ կա բարձր, ասենք, Հարագին, Դժտե, Հայկ Ասատրյան, դրանք են։ Մենք ասենք ինչ որ չափով, ինչ որ տոկոսով մնացածները։ Հիմա որպեսի որոշակի պարզություն լինի, թե այդ ազգակիր ասած է ով է եւ ի վերջո ազգակիրների միության իմաստը որն է, նպատակը որն է, ես հիմա ձեզ կփորձեմ մեկ անձի օրինակով որոշակի պատկերացում տալ ձեզ, թե որն է պատկերացրած ազգակիրը ինչպեսին պիտի լինի եւ ինչ անենք մենք։ Ուրեմն ես ձեզ ներկայացնում եմ 21-ամյա Մարիամ Իսրայելյանի մի գրառումը, ներկայացնում եմ, խորհում ենք։ Ինչ է ասում ինքը։ Ես դիվանագիտությունը չեմ ընտրել մասնագիտության համար։ Ես այն ընտրել եմ որպես ճակատագիր։ Վերջերս կյանքումս առաջին անգամ ստացա անբավարար քննությունից։ Այն թվից, որը փոքր Մարիամի համար կդառնար արցունք, կոտրված գիշեր ու լռած հպարտություն։ Այն աղջիկը, որ ապրում էր գերազանցիկի ապացույցներով, գուցե լաց լիներ, բայց ես այսօր ժպտում եմ։ Անբավարար է ստացել ու տեսնեք ինչ վիճակ է, տեսնեք ինչու։ Որովհետև իմ բավարարը այս անգամ վախճան չէ, այլ վկայություն։ Վկայություն այն բանի, որ 100 միավորից ցածր ստանալը կարող է նշանակել արժանապատվորեն բարձր կանգնել։ Վկայություն այն բանի, որ լռությունը երբեմն դավաճանություն է, իսկ մերժումը արժանապատվություն։ Ես ցածր եմ ստացել, որովհետև չհամաձայնեցի ասել, որ Արցախը երբևէ եղել է ուրիշին։ Չհամաձայնեցի այն պահին,
չեմ համաձայնվում հիմա, ես չեմ համաձայնվելու երբևէ, կարող է անուններ տալ, այդ ովքեր են այդ հանձնաժողովի անդամները, բայց անունները երկրորդական են, եւ միտքն է վտանգավոր, իմ գրածը միայն իմ մասին չէ, սա շատերի ներսում ապրող ճշմարտություն է, որը պարզապես բարձրաձայնել են քչերը, իմ արժեքները չեն ձևավորվել միայն դասասենյակներում, դրանք ծնվել են ցավից, կորստից ու լուռ հերոսություններից, դրանք ձևավորվել են ընկերոջ համար Արցախում կյանքը տված եղբորս Արյան հետ, զավակին հայրենիքին նվիրած ու ոչինչ չխնայած մայրերի աղոթքներով, 90-ականներին ծառայած առողջությունը հայրենիքին թողած հորս լռությամբ, որդուն բանակ ճանապարհած մորս թաքուն արցունքներով եւ այն ուսուցիչ ձայնով, որ չվախեցավ արդարություն ասել նույնիսկ մենակ մնալու գնով։ Եվ դուք, երբ ես նայել եմ որդեկորույս մոր աչքերի մեջ, երբ տեսել եմ մարմնով ու հոգով կիսատ վերադարձած զինվորների քայլքը, երբ իմ ընկերները հերոսներ են, ուզում եք ինձ ստիպել արտասանել մի նախադասություն, որը հավասար է ուրանալուն, ես չեմ կարող, ես չեմ ուզում, կրկնում եմ, ոչ թե համառությամբ, այլ հավատով, Արցախը Ադրբեջանինը չէ, չի եղել եւ չի լինելու։ Իմ մասնագիտական ելույթում ես ասել եմ ամեն ինչ, պատմությունն ունի հիշողություն, փաստերը ծանրություն, եթե դրանք այսօր չեն լսվում, դա չի նշանակում, թե գոյություն չունեն, դիվանագիտությունը ծառայություն է, եւ ես պատիվ ունեմ ծառայելու իմ հայրենիքին, նույնիսկ այն ժամանակ, երբ հայրենիքը պատառոտում են սեփական ձեռքերով, եւ վերջում թող ասեմ մի միտք, որը վախենում են բարձրաձայնել, ոչ ոք չի ասել, որ հողը միայն մեկ անգամ է ազատագրվում, պատմությունը միշտ թողնում է երկրորդ շունչ նրանց համար, ովքեր չեն ուրանում առաջինը։ Ասեք, որ հուզիչ էր, այս կերառումը լայնորեն տարածվել է համացանցում, ես իքսել եմ դրան նպաստել, եւ շատերը գովում են, շնորհակալություն են հայտնում, որ այս տեսակը կա եւ ասում են գնահատում ենք եւ անցնում ենք առաջ։ Անցնում գնում ենք առաջ, այն դեպքում, երբ որ այս տեսակի դեմ համատարած ու կազմակերպված գլուխ է, հենց իր քննության փաստը վերցնենք։ Մարդուն ստիպում են, որ չասի այն հանուն ինչի, ասենք, հենց իր ընտանիքից են զոհերը, շրջապատից, երկրից, հայրենիքից։ Սա գրող չէ, սա գրող է։ Եվ մենք իրենք չունենք, այսպես ասենք ինչ լավ դաստիարակված է ու թողնենք։ Մենք պարտավոր ենք այդ տեսակին, հենց ազգակիր ինքն է, այդ տեսակին տեր կանգնել, որ չջարդեն իրեն, որ ինքը խնդիր չունենա հնարավորության սահմաններում կարողանա այս տեսակը զարգանա, կրթություն շարունակի, ընտանիք կազմի, շատ երեխաներ ունենա, որտեղ իր երեխաները պարզ է, թե ովքեր են լինելու, ազգակիրների միության կարևոր խնդիրներից մեկը սա է, ազգակիր տեսակի պահպանությունը, այսինքն որոնել գտնել այս կարգի մարդկանց, մի քիչ ավելի հզոր ազգակիր, մի քիչ պակաս եւ ստեղծել համակարգ, որը այս տեսակի պահպանության համար կանհանգստանա, իրենց խնդիրները կփորձի լուծի, իրենց համար ճանապարհ կբացի, իրենց կպաշտպանի հարվածներից ու գրոհներից, որտեղ եթե մենք սա չանենք, ապա մի որոշ ժամանակ հետո ավելի մեծ խնդիրների առաջ են կանգնելու, որտեղ ասացի գրոհը կա, այդ նրանք ովքեր Հայաստանը կառավարում են, ես նկատի ունեմ դրսի ուժերը, նրանք կազմակերպված գրոհում են, դուք տեղյակ եք, կրթության ասպարեզում ինչ են անում, եթե մենք սա չարեցինք, ապա մեզ սպասում է 100% դեգրադացիա, հիմա էլ դեգրադացված վիճակում ենք, պատմական հանգամանքների բերումով։ Ես ձեզ ասել եմ, հիմա էլ չեմ զլանա նորից կրկնեմ, պատերազմներից ամենավտանգավորը դա սերունդների համար պատերազմն է։ Մեզ վախեցնում են, թե հա, եթե այսպես խելոք չմնաք պատերազմ կլինի։ Խաղաղություն ենք բերում։ Բայց այդ խաղաղությունը
որքան ես եմ տեսնում, դուք էլ տեսնում եք, տանելու եմ այս կործանան, որտեղ սերունդների դեմ է գնում պայքարը, այստեղ կարող է դու քանակը մնաս, բայց ասենք պիտանի չլինես։ Իսկ իրական պատերազմում կարող է դու կորցնես, կորուստներ ունենաս, բայց եթե քո ոգին պահում ես, դու հետո, ինչպես ինքն էր ասում, մի քանի անգամ են ազատագրում։ Ամենասարսափելի սա է, հասկանում եք, ու մեր դեմ այդ պատերազմը կա հիմի, սերունդների խլելու պատերազմը։ Ու սա նոր բան չի։ 1000 տարի այս վիճակի մեջ ենք ու հիմա ավելի ինտենսիվ։ Մի օրինակ էլ բերեմ ես ձեզ։ Ինձ գրել է մի տատիկ։ Ասում է թորս եկավ դպրոցից 10 կարդում, այդտեղ գրած է, որ հայերը տեղը բնակ չեն, եկել են Հնդկաստանից։ Ասում է ես ասացի, բայց բալի ջան, այդպես չի, այսպես է, եւ երեխան զարմացած ասել եմ, բայց չի դպրոցում, դասագրքի մեջ ուրիշ բան գրում։ Ես եւ դու հասկանում եք ինչու են գրում։ Ու ես չեմ ընդունում, որ կոչ են անում, դատապարտում են այն մարդիկ, այն ուժերը իրենց ծրագիրը անում են։ Մենք ինչքան էլ ընդվզենք բողոքենք, իրենք իրենց ծրագիրը չեն փոխելու։ Մենք պիտի մտածենք, իսկ մենք ինչ ենք անում, որ ասենք իրենք ամբողջությամբ իրենց նպատակին չհասնեն։ Եվ ազգակիցների միությունը դա է առաջարկում։ Կրթության խորհրդի միջոցով, մշակույթի խորհրդի միջոցով փորձել հնարավորության սահմաններում հեռու պահել ազգակիցների երեխաներին այդ աղավաղումներից, այնտեղ սոցիալական խորհուրդ կա, աշխատանքի խորհուրդ կա, որոնք պիտի զբաղվեն նաև այդ խնդիրներով, աշխատանքի հարց կլինի, գոյության խնդրի հարց կլինի։ Այս խնդիրը մենք պիտի լուծենք։ Հիմա արձագանքներ ես հետևել եմ Մարիամի քերարմանը շատ արձագանքներ կան, բայց կոնկրետ նաև առարկայական արձագանքներ կան, որոնք առնչվում են այն թեմային, որը ես ձեզ հետ ներկայացնում եմ, արծարծում եմ, այսպես ասում եմ։ Եվ այս ներկայացնեմ Արմեն Կիրակոսյանի արձագանքը։ Ինչ է գրել։ Մարդը չի կարող 100%-ով իդեալական լինել, բայց գոնե մի քանի լավ բնավորության գիծ կունենա։ Դա էլ քիչ չէ այսօրվա իրականության պարագայում։ Կենցաղում ինձ շատ են պատահում նման մարդիկ, որոնց պահվածքը ինձ դուր է գալիս։ Մարդիկ, որ պարտավոր չեն դա անել, բայց անում են մի բան, որ տարբերվում են շատ-շատերից։ Ասենք աստիճանների վրա օգնում են շարժվելու այդ խնդիր ունեցող որևէ մարդու։ Հղի կնոջը թողնում են սպասարկվի առանց հերթի։ Տրանսպորտում տեղը զիջում են տարեց մարդու։ Այսօրվա համար դա շատ եզակի հանդիպող պահվածք է։ Ետեսեք ինչ է շարունակում, սա ես իմ մոտ ընդգծել եմ։ Ընդգծված է կարդամ։ Այս բոլոր մարդկանց պետք է հավաքել մի որևէ հասարակական կառույցի մեջ եւ միայն կազմակերպել նրանց հաճախակի շփումը։ Երանի հնարավոր լիներ նրանց մի փակ քաղաքում բնակեցնել, որ նրանք կարողանային ազատ դուրս գալ, բայց այլոք առանց նրանց ուղեկցության չկարողանային մտնել այդ քաղաք կամ գյուղ։ Եվ շարունակում է։ Բնության մեջ էլ է այդպես չի լինում, որ շատ գեղեցիկ ծաղիկներ ամենուր լինեն, կամ առանձնակներ են լինում, կամ որոշակի տեղում որոշակի չափի բուսուտներ։ Պետք է բնությունից օրինակ վերցնել եւ մոլախոտի դեմ անխնա պայքարել։ Եվ եզրափակում է խոսքը այսպես. հավաքել է պետք հայի գեն ունեցողներին։ Այսինքն ինքն էլ եկել է հետևության, ինչ որ ես եմ առաջարկում։ Ինչ որ վերել հաղորդաշարն է ասում, ազգակիցների միությունը հենց սա է առաջարկում, հասկանում եք, այդ տեսակ մարդկանց, ինչպես ինքն էր ասում, հավաքել միտեղ, ես հիմա կանդրադառնամ դրան այդ հավաքելը ինչ տարբերակներով կա։ Համենայն դեպս հայ գեն ունեցողներին։ Արդյոք կան այդպիսի մարդիկ, թե բացառություն էր Արմեն Կիրակոսյանի ասած։ Ես համացանցից էլի մի տվյալ եմ վերցրել, դուք էլ նկատած կլինեք, որ կա այդ տեսակը, ազգակիր տեսակը, իրական հայ տեսակը։ Ես հիմա մի մեջբերում անեմ համացանցից, հեղինակը Ալա Աբրամյան, հայրենիքի 2 զավակ է տվել, ընդունեք, որ ծանր վիճակում է։ Ինչ է գրում։ Այսօր Էշմիածինից տաքսի պատվիրեցի, որ գնամ Եռաբլուր։ Բարորդը ջահել 30-ին մոտ տղա էր։ Ասեց, խնդրում եմ չեղարկեք պատվերը, եթե Պանթեոն գնացող ծնողից էլ պիտի գումար վերցնեմ, էլ ապրում եմ, ինչ անեմ։ Ես մնացի զարմացած, գումարի չափը քիչ չէր, 4100 դրամ, ինչքան արեցի չվերցրեց գումարը։
Եռաբլուրից տուն գնալուց պատվիրեցին օրից եկավ մի պապիկ, հասցրեց տուն գումարը չվերցրեց, ասեց բալես քո բալեկն ու մնացած տղեկը ամեն ինչի համար թանկին են վճարել։ Հուսանք հայի տեսակը դեռ կպահպանվի, Աստված օրհնի ձեր ընտանիքները, գրել է սա Ալլա Աբրամյանը, որը կարդալուց ես դժվարացա ուզում կը զսպել, ես վստահ եմ դուք էլ, եթե ազգակիր եք, դուք էլ կհուզվեիք։ Եվ ինչ հետաքրքիր, արձագանքները, մեկնաբանություններն եմ նայել առանձնացրել, անուններ չասեմ, հերթով կարդամ ինչեր են գրել մարդիկ։ Այդպիսի մարդկանց շնորհիվ է, որ հավատը չեն կորցնում, որքան էլ ցավ ու անարդարություն տեսնենք։ Հաջորդը ինձ հետ էլ է շատ պատահել։ Աստված ամեն ինչ տեսնում է։ Երկու անգամ էլ իզնից չվերցրեցին փողը, դեռ մարդկությունը չի վերացել։ Հաջորդը, ես վերջի 3 տարում ամեն ամիս գնում եմ ու երբեք գումար չեն վերցնում։ Կա տակավին հայու արժանապատիվ տեսակը։ Մեկ ուրիշը փաստորեն մարդկանց մեջ դեռ մարդկությունը կա եւ շարունակում եմ տեսակետներ ներկայացնելը։ Դեռ կան յուրահատուկ մարդիկ, որ մեր հզորների սխրանքը գնահատում են։ Եվ վերջինը, երբ եռաբլուրը դառնում է շատերի սառնոյան, ավելի տեսանելի են դառնում նաև նրանք, ովքեր մարդ են մնում, հարգալից, լոր ու արժանապատիվ։ Վերջացրի, տեսանելի են դառնում։ Ու այդ տեսանելի են դառնում այլ ոլորտներում ևս։ Դուք էլ կարող եք օրինակներ բերել, այս տեսակը հենց այս իրավիճակում է, ծանր ու բարդ իրավիճակ է երևում, այն մյուս տեսակն էլ է իհարկե երևում, զատվում է, կյանքը զատում է իրենց, հասկանում եք, եւ ինչպես Արմեն Կիրակոսյանն էր ասում, այսօր գլխավոր պահանջը սա է, ես ընթերցում եմ իր գրառման այդ հատվածը, այս բոլոր մարդկանց պետք է հավաքել մի որևէ հասարակական կառույցի մեջ եւ միայն կազմակերպել նրանց հաճախակի շփումը, Իրանի հնարավոր լիներ նրանց մի փակ քաղաքում բնակեցնել, որ նրանք կարողանային ազատ դուրս գալ, բայց այլոք առանց նրանց ուղեկցության չկարողանային մտնել այդ քաղաքը կամ որպես չափական էին իրենց նեղած արժեքներով։ Այսինքն նորից գալիս ենք այն մտքին, որ ազգագիրները հարկադրված են համախմբվել այս ծանր իրավիճակում։ Տեսնում եք այդ տիկինը ինչ լավ էր զգում, այն մյուսը ինչ լավ են զգում, որ իրենց տեսակը կա։ Դուք պատկերացրեք, դուք կառույց ստեղծեք, մեծ համայնք ստեղծեք, որ մարդը խնդիր ունենալու դեպքում իմանա ում է շփվում, իրար հասնեն, իրար օգնեն, անգամ, տես ասում, անգամ հավաքվեն, զրուցեն, դա քիչ բան չի, հասկանում եք։ Ես մի քանի օր առաջ այդպիսի մի փոքր հանդիպում էի կազմակերպել եւ ասացի դուք չեք ընդունում, որ դու այս միջավայրում դուք ինչքան լավ եք զգում ձեզ եւ խոստովանեցին մարդիկ։ Հիմա հավաքել ազգակիրների հետ համայնքը ստեղծելու մի քանի տարբերակներ կա, ես ձեզ ներկայացրել եմ առաջարկներ կան, օրինակ կոմունայի գաղափար, ինչպես ինքն ասում, մի քաղաք մի գյուղ, չէ՞։ Ես հիշեցնեմ նորիկներ առաջարկել մոբայլ ինքնաբավ էկոլոգիական նոր բնակավայրերի հիմնում Հայաստանի բոլոր մարզերում, մեկ այլ հեռուստադիտող առաջարկել էր այդ կիբուցի օրինակը կառուցել։ Ահա ես նոր թարմ օրինակ բերեմ Մինաս Շահբազյան 2016-ից միշտ մտածել եմ հայաքաղաք ստեղծելու մասին, ի գործ դեպի տուն հայա։ Հասկանում եք, այս միտքը կա, ուզում են մարդիկ այս մղձավանջից դուրս գալ, այս գաղջությունից դուրս գալ, մի մաքուր օազիս ստեղծեն եւ ապրեն։ Հիմա այդ օազիսը ստեղծելու մի քանի ձևեր կա։ Առաջինը հենց դա էր, որ մի գյուղ եք ստեղծում կամ Մինասի ասած քաղաքն եք ստեղծում, ես ուրախ կլինեմ, որ ասենք ազգակիրների միությունը որ կայանա, ինչ որ մի խումբ զբաղվի այս խնդիրներով, այնտեղ հիշում եք մենք խորհուրդներ ունենք, այդ խորհուրդներից մեկում ենթաբաժին զբաղվի։ Բայց ես այն կարծիքին եմ, որ նման գաղափարը կսկսի իրականանալ, եթե ասենք մի քանի 100 կամ 1000 հոգի լինեն ազգակիրներ, այդ դեպքում ասենք կգտնվեն 30-40 հոգի, 20 հոգի, ովքեր որ կասեն, այո, մենք այս
Այս գաղթ քաղաքից գնում ենք այդ գյուղը, եկեք մենք այնտեղ մեզ համար ինչ-որ մի օազիս ստեղծենք։ Ու հрьяաների փորձը կա, լավ գիտեք, իրենք կիբուցիներ են ստեղծել։ Սա բայց հետագայի համար, ասեցի որոշակի քանակի մարդիկ են պետք, որ դա լինի։ Իսկ մյուս այն ինչ որ ես հիմա առաջարկում եմ, որ այսօր անենք, դա ցրված համայնքն է։ Երբ որ ես ապրում եմ Երևանում, դու Գյումրիում, Ամերիկայում, դրսերում հիմա շատ են արձագանքում աշխարհի շատ երկրներից այս վերջի փուլում, երբ որ ազգակիների միության ուրվագիծն եմ ներկայացնում, ասենք կարող են իրենք լինել այդ ցրված միության անդամ։ Վերջի վերջում մենք, եթե այս գործը զարգացնենք, եթե հանենք, այս գործը մենք զարգացնելու ենք եւ միայն Հայաստանով չենք բավարարվելու, որտեղ միայն Հայաստանով մենք չենք կարողանալու դիմակայել այս մարտահրավերներին, որ կա։ Աշխարհի հայությունով մենք պիտի այդպես մեծ մի հատ ազգակիների միություն ստեղծենք։ Նոր դեպքում մենք կարողանանք մեր տեղը ապահովել արևի տակ։ Բայց կա նաև առարկություն այս կոմունայի գաղափարին, մի հերոսադիտող ինքը իր անունով չի ներկայացել, ինչ որ թվեր են տարել, ինչ ասում։ Ի նկատի ունեցեք, որ ազնվականն ու կոմունան իրար հակասող երևույթներ են։ Ազնվականը գնահատում է գաղափարակիներին, բայց կոմունայի չի համաձայնի ոչ մի դեպքում, որովհետև նրա գիտակցության մեջ կոմունան ու ոչխարի հոտը իրարից չեն տարբերվում։ Հիմա գուցե թե կա նման խնդիր, բայց իսկ եթե այդ կոմունայի բոլոր անդամները գաղափարակիր են, բոլորը նույն կերպ են մտածում, անմեն աշխարհ հայացքն է դեպքում միշտ է խանգարելու, որ ասենք իրար հետ միանան, ի վերջո դուք հիմա գաղափարակիներով ցրված իրարից շփվում եք, չէ՞։ Ինչ է խանգարում։ Ես ասացի, կոմունան հետագայի համար է, բայց նաև այդ օրինակ հրեականը, որ ստեղծել են գաղափարակիներին, հայտարարում էին, ընտրում էին մեջից, իրենք այն ժամանակ պետություն չունեին։ Տարբեր երկրներից գաղափարակիների ընտրում են, իրենց դեռ աշխատում էին, որտեղ գնալու էին այդ կոմունան ստեղծեն վտանգավոր պայմաններում, անապատ, ճահիճ, արաբների մեջ, որ անդադ հարձակվելու են իրենց վրա, փորձեին այնտեղ տնտեսություն, փոքր պետություն կառուցել։ Գաղափարակիներ են լինում, իսկ ես մեր ասած ազգակիների միությունն է գաղափարակիների միությունը։ Այնպես որ ես չեմ ասում Պաոլը ճիշտ չէ, բայց համենայն դեպս այդքան էլ համաձայն չեմ իր հետ։ Եվ այս պահին այդ Արմենի ասած հավաքատեղին, այս պահին ազգակիների միություն Facebook-յան խումբն է, որը ես բացել եմ եւ բոլոր նրանց ովքեր որ իրենց ազգակիր են համարում, ովքեր որ այս հաղորդումը, որ կոնկրետ այս հաղորդումը տեսան եւ տեսան, որ իրենց տեսակի մարդկանց մասին եմ ես խոսում, բայց ես հրավիրում եմ եկեք այդ խումբ, առայժմ բաց է, այնտեղ առայժմ շփվում ենք, ծանոթանում ենք, քննարկում ենք, հետագայում արդեն կկայանա կառույց որոշակի ընտրություններով, որն է լինելու վերջնական նպատակը։ Նախ ես ասում եմ, սա փրկություն բառն, որ ասեմ չափազանցված չի լինի ազգակիների փրկություն, հետև իրենք հարվածի տակ են։ Ուրեմն ես օրերս մեկ այլ հարթակում այսպես տաղավարում հյուր էի եւ հաղորդավարը ինձ հարցրեց, թե եթե դուք նախագահ դառնաք, որոնք լինեն ձեր առաջին քայլերը։ Ես ասացի նախագահ չեմ ուզում, բայց ես մի առաջարկ եմ հանրայնացրել եւ ասել եմ, եթե կա որևէ իշխանություն եւ կուզենա երկիրը արմատապես փոխի ուժեղացնի, ասել եմ, ես իրենց հիմա էլ առաջարկում եմ, չնայած իմ ասած իշխանությունը դժվար թե իմ կենթանությունով գա, առաջարկում եմ, որ ստեղծում եք մի նոր կառույց, կոչվում է Մշակույթի եւ Քարոզչության նախարարություն, ինձ նշանակում եք նախարար, ես մի տարի ու կես ասենք։ Ես աշխատավարձ չեմ ուզում, առանձնասենյակ չեմ ուզում, ծառայողական մեքենա չեմ ուզում, ոչինչ չեմ ուզում դեզանից։ Բայց ինձ տալիս եք լիազորություններ։ Եթե դուք իհարկե ուզում եք, որ ասենք այս վիճակից հաղթարեք։ Այդ լիազորությունները այսպեսին են, մի քանի կետեր ասեմ։ Նախագահ կլինի, վարչապետ կլինի, որևէ պաշտոնյայի նշանակելուց անգամ գյուղի այսպես ավականու, որ առաջադրվում է կամ նշանակում է, չեն հաստատվում, եթե իմ համաձայնությունը չկա։ Ես իմ չափանիշներով, ազգակիրային չափանիշներով ես տան տղելում, ես մարդը արժե, այստեղ ես մարդը չարժե, սա չարժե խորհրդարան գնա, չարժե
նախարար դառնա։ Ընտրություն մտությունը չկա։ Եթե ուզում եք իհարկե դուրս գաք, իհարկե ուտոպիական բաներ եմ ասում, այդ իրականությունը չի գա։ Հաջորդը ես պիտի ունենամ իրավունք որպես քարոզչության նախարար վարկյանի ընթացքում փակել ցանկացած կուսակցություն, հեռուստացույցություն ինչ կլինի, եթե ես տեսա, որ այստեղ ազգագրային այդ մեր գաղափարին հակասողի բաներ են անում։ Եվ այդ հաղորդմանը, որ ասացի ուրիշ տեղերը, շատ համարյա 100 արձագանք կար, մեկնաբանություն եւ մի հոգի ինչ էր գրել։ Ես ափսոսում եմ, որ չեմ ճանաչել Վլադիմիր Գրիգորյանին, տաղանդավոր երաժիշտ, ինչ է գրել։ Եթե Արցախին տան այն ինչ որ ցանկանում է այդ քարոզչության եւ մշակույթի նախարարի պաշտոնը, աշխարհը կրկին կանցնի աստվածածին հայերի ձեռքը, ինչպես որ եղել է մարդկության սկզբից, այսինքն բարին կհաղթի չարին եւ աստվածային ճշմարիտ օրենքները կսկսեն գործել եւ ասում է այ հենց դրա դեմ էլ որ պայքարում են որոշակի ուժեր մի քիչ գուցե անձնավորեցված է բայց իմ անձանենք ազգակիրների միությունը զարգանալով սա է անելու որտե սա է մեր ժողովրդի արժեվ աստված դրել որպես նպատակ եւ ասեմ որ հեշտ չի լինելու այնպես չի որ եկուն կհա մենք միություն ստեղծեցինք վերջ սա ծանր դժվարին ու մացառուտոտ ճանապարհ է լինելու նախ հայերին տանել համակարգային գործունեության սա ամենաբարդ գործն է որտեղ մարդիկ 1000 տարի այսպես ամեն մեկի իր գլուխն է պահել շատ դժվար է ես իմ կյանքի փորձից եմ ասում շատ դժվար է որ մարդկանց բերես ասես ահա սա կառույցն է դու սա կանես ու հատկապես սկզբից էլ էնտուզիազմով ու երկար ժամանակի մեջ ու այն դեպքում կարող է արդյունքը չտեսնես էլ մենք այս կարգի բաներ չունենք այ հիմա ինչ որ թուրքերը իրականացնում են 100 տարի առաջ են նախագծել այդ նախագծողները չեն տեսնում սա հասկանում եք ինչ որ իրանց համար բարեբախտաբար վիճակ է բայց մարդիկ 100 տարի առաջ մտածել են այդ համառությունը դրել են իրանց սիստեմների մեջ այ մենք էլ դա պիտի անենք ու այդ մոցարուտերը պիտի ջարդենք անցնենք պետք է մեր նպատակին հասնենք սա է մեր նպատակը այդ նպատակը ես չեմ հորել դուք չեք հորել այդ նպատակը վերևից ասում են ազգը որը ստեղծում է աստվածը կամ չգիտեմ ուզում եք ասեք տիեզերքի տիրակալ ինչ ուզում եք ասեք նպատակը որը ստեղծում է առաքելությունը հետն է ինչպես որ մենք ասենք մի իր ենք սարքում ասենք աթոռ ենք սարքում աթոռը սարքելուց առաջ մենք արդեն գիտենք չէ ինչի համար է ծառայելու այդ գործիքը նմանապես երբ որ ազգ է ստեղծում գիտեն ինչի համար է Վլադիմիր Գրիգորյանը ասեց մոտավորապես ինչի համար է մեր ազգը այս սա է ես ճանապարհով գնանք այսօրվա համար ես այսքանն էի նախատեսել Մինչ նոր հանդիպում